Աստված ուզում է նվիրված սրտեր այս վերջի օրերում, Աստված ուզում է նվիրված մարդիկ։ Հալելույա, եւ Հիսուսը շատ ուժեղ կգա ձեր կյանքում։ Շատ անգամ իր զորության դրսևորում այդ demonstration-ը չենք տեսնում, որովհետեւ սահմանափակումներ ենք դրել։ Եվ ինքը չի կարողանում ամբողջովին մուտք գործի մեր ընտանիքներ, մեր կյանք։ Բնագավառներ կա, որ մենք չենք հանձնել դեռ Աստծուն, վախենում ենք։ Միտեղ ամանչում ենք, միտեղ վախենում ենք, միտեղ չենք վստահում։ Ինչքան որ նրան տեղ տանք, ինչպես որ նա եկավ այս կնոջ որդուն հարուցանեց, Աստված կհարուցանի մեր կյանքի ամեն մի մեռած վիճակ, կկենթանացնի, կհարուցանի, ինչ ուզում ա լինի, կյանքով կլցվի։ Արևի նման մենք կճառագայթենք, վերջի ժամանակների սերունդը Հիսուսի գալուց առաջ Աստծո փառքը այնքան ուժեղ լինելու, որ սենց արևի պես ճառագայթելու են նրանք։ Մենք հավատում ենք, որ մենք վերջի սերունդն ենք, Քրիստոսի գալուց առաջ նկատի ունեմ։ Հիսուսը շուտով գալու է, գիտեք, երբ որ Հիսուսը իր աշակերտների հետ գնացին, արդեն Հիսուսը մեռելներից հարություններ առա եւ աշակերտներին պատվեր տվեց եւ ասեց. ավետարանը գնացեք քարոզեք ամբողջ աշխարհում, ամեն մեկին աշակերտեցեք, սովորեցրեք, որ այն ինչ որ ձեզ ասեցի, իրանք էլ պահեն, եւ Հիսուսը համբարձվեց երկինք, նրանց աչքի առաջ ֆիզիկապես Հիսուսը վեր ելավ երկինք եւ հոր աջ կողմը նստեց եւ երկու հրեշտակը եկան ասեցին ինչ եք այստեղ կանգնել։ Ինչպես տեսակ նրան գնալիս այդպես հետ է գալու։ Եթե մենք քրիստոնյա ենք, եթե մենք հավատում ենք, որ Քրիստոս այս աշխարհը եկե, որտեղից ենք իմանում, դա իմանում ենք իր խոսքով, որ իր առաքյալներն են տարածել։ Եվ այդ նույն խոսքը ասում է, որ Հիսուսը հետ է վերադառնալու։ Վերադառնալու է իր եկեղեցու հետևից, որովհետև աշխարհում մեծ պատուհասներ են գալու, աշխարհում գալու է նեռը, անտիքրիստն է գալու։ Եվ նշաններով մենք տեսնում ենք, որ այդ ժամանակները շատ մոտ են։ Եվ Աստված իր եկեղեցին պատրաստում է, որ ռաբ չրա լինելու, հափշտակելու է եկեղեցին, որպեսզի այդ նեղություններին tribulation են ասում, հա, որպեսզի ներկա չլինի այդ tribulation-ների ժամանակ եկեղեցին, որտեղ շատ մեծ Հիսուսը ասեց այնպեսի նեղություններ է լինելու աշխարհի վրա, այնպեսի որ աշխարհի սկզբից երբևիցե այդպիսի նեղություններ չի լինելու, ինչպես որ լինելու է այդ ների ժամանակներում, դա լինելու է բարկության ժամանակ, Աստծո բարկության եւ դատաստանի։ Շատ կարևոր է, որ մենք գիտակցենք, որ ժամանակներում ենք ապրում։ Շատ կարևոր է, որովհետև Քրիստոսի գալուստը շատ մոտ է։ Եթե մենք հավատում ենք, որ Քրիստոսը աշխարհ է եկե, ինքը փրկիչ է, ուրեմն այդ հավատքը դրանով չի ավարտվում։ Այդ հավատքը շարունակվում է նրանով, որ մենք գիտենք, որ Տերը գալու է իր եկեղեցու հետևից։ Եվ նոր կտակարանում ավելի շատ է խոսում դրա մասին, քան այլ բաների մասին։ Դու գիտեք 300-ից ավել տեղեր կան նոր կտակարան, որ խոսում է Քրիստոսի գալուստի, դատաստանի, մեռելների հարության։ Ստեղ է երևում հավատքը մեր։ Շատ մարդիկ կան, որոնք գնում են եկեղեցիներ, հավատում են Աստծուն Հիսուսին, բայց եւ մտածում են, հա, Հիսուսը պետք է գա կամ եկեղեցին պետք է հափշտակի այդ նեղություն, լավ, sense այդքան էլ չեն հավատում։ Իրանց համար հեքիաթի նման է դա։ Այստեղ է հենց երևում հավատքը։ Հավատքը ի՞նչ է։ Չերևացած բաների համոզվածությունը, դու չես տենում, բայց այդ համոզվածությունը դու քո մեջ ունես։ Դա իրական է։ Դուք գիտեք, այսօր ինչքան քարոզիչներ, ծառայողներ են խոսում հափշտակությունից։ Ամեն երկրորդ քարոզիչը այդ է խոսում ու մարգարյանում, որ Հիսուսի գալուստը շատ մոտ է։ Այն նշանները, որ կատարվում է աշխարհի վրա, Հիսուսը ասեց, որ վերջի օրերի նշանները կլինի այդ պատերազմները, երկրաշարժերը, աղետները, սովերը, ազգ-ազգի դեմ կգա, դրանք գնալով առաջել է եղել, բայց հիմա այնքան շատ է խտացել, այն աստիճանա շատացել, որ արդեն եղբայրասպանություն է տեղի ունենում ամեն քաղաքների մեջ, ասում է, ու այդ նշանները ու այնտեղ էլի կան նշաններ, եւ ասում է այդ ընթացքում Աստծո խոսքը ավետարանը կտարածվի ամբողջ աշխարհով, որ ամեն մեկը լսեն։ Չի ասում ամեն մեկը պետք է հավատքի գան, ասում է, բայց որ ամեն մեկը լսեն։ Դու գիտեք, որ շատ մուսուլմանական այսօր երկրներ կան, մուսուլմաններ, հազարներով դարձի են գալի։ Ոնց։ Հիսուսը նրանց գալիս է երազներով ու տեսիլքներով։ Շատ մարդիկ են եղել, քրիստոնյաներ են եղել, որ գնացել են մուսուլմանական երկրներ, ավետարանը քարոզել են, նրանց բռնել սպանել են։ Ու կան էլի մուսուլմանական երկրներ, որտեղ ուժեղ հալածանքներ կա եկեղեցու դեմ։ Քրիստոնյաներին բանտ են նստացնում, ծեծում են, սպանում են,
տանջում են, տարբեր տեղերում կա այդ բանը։ Եվ իրանք ընդեղ իրանք կարելի ասել կյանքի գնով, կյանքի ու մահվան գնով ավետարանն են տարածում, բայց դա իզուր չի, որովհետև այն խոսքը, որ իրանք հրճակում են, այն աղոթները այնտեղ, որ իրանք անում են, այն խոսքը, որ ցանում են մարդկանց մեջ, դա իրա պտուղը տալիս է։ Եթե անգամ այդ մարդիկ, ովքեր ավելի նվիրված են իրաց Մուհամեդին, Ալլահին, գիտեք Աստված ինչն է տեսնում նրանց մեջ։ Նրանց սրտին է նայում։ Նրանց սխալ ուղղություն է տրվել, նրանք սխալ բանի են հավատացել, սխալ խոսքի են հավատացել։ Մի հատ ճշմարիտ փրկիչ Տեր կա, որ Հիսուս Քրիստոսն է։ Հիսուս ասաց, ոչ մեկ չի կարող հոր մոտ գնա, եթե ոչ ինձանով։ Ես եմ այդ դուռը, ով որ ինձանով մտնի կհելնի հավիտենական կյանք կմտնի։ Առանց Հիսուսի ոչ մեկ չի կարող գնա հավիտենական կյանք։ Բայց այլ երկրներում մենք գիտենք քարոզում են մուսուլմանություն, հինդուիզմ, տարբեր տեղեր, տարբեր բաներ են քարոզում ու մարդիկ կամ որ իրանց մեջ փափագ ունեն, ծառավ ունեն, սպասում են Աստծուն։ Իրանց ինչ քարոզում են, դա էլ հավատում են։ Ու նվիրվում են այդ Աստծուն։ Բուդդային կամ դե մեդիտացիաներ են անում ամբողջ ընթացքում, քրիշնայական ինչ որ հավատ կա, մուսուլմաններ կան։ Ես էլ առաջ գիտեք, ասես որ փնտրտուքի մեջ է Աստծուն փնտրում էի, ինչ քարոզում էին հավատում էի։ Գնացել էի, ասենք, տարբեր ուղղություններով էի գնացել, ոչ ճիշտ ուղղություններով էի գնացել։ Բայց ես փնտրում էի Աստծուն, Աստված տեսավ իմ սիրտը, որ ես փնտրում եմ իրան, ու ինքը մարդ ուղարկեց, ու այդ մարդը եկավ ինձ ճիշտը քարոզեց։ Թեև սկզբից ես չէի կարողանում հասկանալ իմ կրոնավոր, կարելի ասել ավանդական մտածելակերպը դեմ էր ինչ որտեղ կանգնում, բայց մեկը Աստված տեսնելով իմ սիրտը այդ մարդուն ուղարկեց եւ այդ խոսքերը սերմանվեցին իմ մեջ, ու ժամանակի ընթացքում այդ խոսքը իմ մեջ աճեց եւ ես համոզվեցի, որ սա է ճշմարիտ ճանապարհը, որ Հիսուսն է ճշմարիտ ճանապարհը եւ իմ կյանքը տվեցի Հիսուսին եւ փրկություն ստացա։ Ու այդպես էլ ուզում եմ ասեմ շատ մուսուլմաններ, շատ հինդուիստներ, բուդդիստներ, կրիշնայականներ, շատ այդ տեսակ մարդիկ կան հավատքի, որ թեև իրանք սխալ ուղու վրա են, բայց Աստված տենում են նրանց սրտի փափագը, որ իրանք փնտրում են իրան, ճիշտ են մանգալ, ուղղակի այդ են իրանց ցույցվել, իրանք մտածում են Աստված դրա մեջ է, այդ սխալ ուղղությունով են, ու Աստված այդ մարդկանց հայտնվում է երազներով, տեսիլքներով, ուղարկում է ավետարանիչներ, քարոզիչներ, ուղարկում է այդ մարդկանց Աստծո խոսքը քարոզվում է։ Վերջերս մի հավատացյալ մարդ երկինք էր գնացել, պատմում է, վկայում է ոնց է Հիսուսը իրան տեսել, խոսացել եւ Հիսուս ասել է, գիտեք, ես շատ մարդիկ ունեմ մուսուլմանական երկրներում, այդ մահմեդականների մեջ շատ ունեմ, ասում է, եւ ես նրանց շատերին հայտնվել եմ եւ հայտնվելու եմ, որ նրանք ճանաչեն, որ ես եմ, որտեվ ես սրտերին եմ նայում։ Գիտեք, շատ քրիստոնեական երկրներ կան, որ այսպես կոչված քրիստոնյաներ են կոչվում շատերը, բայց իրանց սրտի մեջ Աստված չկա։ Սա զուտ ավանդություն է, ու չեն է փնտրում Աստծուն։ Որոշ մուսուլմաններ, ոչ թե որոշ, այլ շատ մուսուլմաններ անգամ կան, որ Աստծուն ավելի սենց փափագով են փնտրում եւ իրանց հավատքին ավելի նվիրված են, քան քրիստոնյաները։ Այսինքն ստեղ կապ չունի հիմա այս պահին, ինչ ուղղություն է, ինչ կրոնական ուղղություն է։ Կարևորը որն է, որ մարդ Աստծուն է փնտրում։ Ես չեմ ասում դրանք ճիշտ ուղի են, եթե մարդը Աստծուն է փնտրում, բայց սխալ ուղիով է գնում, Աստված հայտնվում է նրան ուղղություն է տալի։ Նրան ճիշտ ճանապարհը դուք մի հատ ուղղակի շատ ուրիշ բաներ մի նայեք, փնտրեք, ոնց են մուսուլմանները դարձի գալի։ Հիսուսը ոնց է հայտնվում իրանց։ Գրեք դուք տեսեք քանի հարյուրավոր վկայություններ, հազարավոր ու շատերին Հիսուսը երազներով, տեսիլներով հայտնվում է, այդ մարդիկ անմիջապես ապաշխարում են, գնում են ջրով, մկրտում են հազարավորներ։ Մենք ապրում ենք վերջի օրերում, մենք որտեղ շատ դժվար երկրներ կա, որ շատ դժվար է գնալ այնտեղ ավետարանը քարոզել, անմիջապես բռում սպանում են քրիստոնյաներին։ Սպանում են, մորթում են, չգիտեմ ինչ են, եւ Հիսուսը այստեղ միջամտում է, ինքը գնում է, ինքը հայտնվում է այդ մարդկանց, ովքեր որ իրանով ծառավ են, անգամ մի վկայություն կար, որ ես տեսա YouTube-ով տարիներ առաջ մի մուսուլման էր, որ ինքը ուզեցել էր պայթեցնել, ահաբեկիչ մարդ էր կարելի ասել, որ գնում են պայթացնում են հանուն իր Ալլահի, եւ ինքը բանդում ա եղել եւ դևեր իրան տանջել են, խեղդելուց են եղել, եւ ինքը աղոթել է իր
Ալլահին ու չի փրկել, հետո ասել է լավ, լսել եմ նաև Հիսուսի մասին, լավ, եթե Հիսուսը ճիշտ է, քեզ էլ եմ ասում, լավ, Հիսուս, եթե դու ճիշտ ես, դու ինձ ազատի։ Ու Հիսուս եկել է։ Տեսել է Հիսուսին, փառքով, ու այս մարդը լացելով վկայում է, ոնց է Հիսուսը եկել բանտի մեջ իրան տեսության, ու ասել է ես եմ ճանապարհը, ես եմ փրկությունը։ Եվ ասել է ու ինքը այդ մարդը իրան մեղավոր ազգացել, իր այդ մեղքերով, այդ բանով Տերը ասել է ես քեզ ներում եմ։ Ասել է ոնց դու կարաս ինձ ներես, այնքան վատ մարդ եմ։ Ասել է ոնց կարամ ներեմ, ինչ հեշտությամբ ես դու բաժակով ջուրը խմում։ Հեշտ է թե դժվար է, ասել է հեշտ է, ասել է ես ավելի հեշտ եմ ներում, քան թե որ դու բաժակով վերցնում ես ջուրս խմում։ Ես ավելի հեշտ եմ ներում։ Այս սա է ավետարանը։ Եվ այդ տղան ապաշխարում հետո բանտից որ դուրս է գալի, դառնում է Տիրոջ վկան, քարոզիչ է։ Հիսուսը կենթանի է, Հիսուսը իրական է, եւ ամբողջ աշխարհով իր փառքը տարածված է, այսօր ու տարածվում է, որովհետեւ իր գալուստը մոտ է։ Մենք պետքա քարոզենք, պատրաստենք մարդկանց, Հիսուսի գալուստը շատ մոտ է։ Ասես մի պահ կգա, մի վարքյան sense կլինի ու կտենան չկա, մարդկանց ահագին մի մասսա չկա, երկրից հափշտակվում է, որովհետև գալու է ների ժամանակը, եւ շատ մեծ նեղություններ է լինելու երկրի, ահա որ մեծ նեղություններ է լինելու, որ Հիսուսը ասեց աշխարհի սկզբից մինչև վերջ երբեք այդպիսի նեղություններ չի եղել։ Վայ այդ օրը երկրի վրա բնակիչներին, վայ այդ օրը, եւ հայտնության մեջ էլ գրած ասում է վայ երկրի բնակիչներին։ Այնպիսի տանջանք է լինելու։ Աղետներ երկնքից, երկնաքերեր անգնելու, ջուրը թունավորվելու է, դիվական ուժերը երկրի վրա սենց ազատ գործելու են։ Դիվական ուժերը, դիմոնները ազատ գործելու են, մարդկանց տանջելու են, արևը մի պահ այնքան ուժեղանալու խոշակահար են լինելու, մարդիկ այրվելու են եւ տանջվելու են, վառվելու են, տարբեր աղետներ է շատ լինելու։ Մի կողմից ները անտիքրիստն է տանջելու մարդկանց, մյուս կողմից այդ աղետներն է գալու, դա դատաստանի ժամանակները վայ են մարդկանց, ովքեր որ պատրաստ չեն եղել, որ rapture իրանք մասնակցեն, հափշտակվեն։ Վայ են մարդկանց, ովքեր պատրաստ չլինեն, դա ես չեմ ասում, դա Աստծո խոսքն է ասում։ Դրա համար այսօր եկեղեցին պետք է իրան պատրաստի։ Եկեղեցին կոչվում է Քրիստոսի հարսը, պետք է պատրաստի, ճիշտ պետք է ապրի, պետք է թողի աշխարհային բաները, աշխարհային մեղքերը։ Ամեն վատ հիմար զբաղմունքները պետք է թողի, պետք է կարդանք Աստծո խոսքը, պետք է աղոթքների մեջ լինենք։ Մենք սրտերը մեր պետք է պատրաստենք Տիրոջ գալուստին։ Եվ ոչ միայն ինքներս մեզ պետք է պատրաստենք, այլ Աստված ուզում է, որ մենք իր ճանապարհը պատրաստենք եւ հարթեցնենք։ Սենց մի մարգարեություն կար 5 կտակարանում Մաղաքիա 4 գլխի 5-6 համարները կարդամ ասում։ Ահա ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարեն, Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ։ Եվ նա պիտի դարձնե հայրերի սիրտը դեպի որդիքը եւ որքան սիրտը դեպի իրենց հայրերը, որ միգուցե ես գամ եւ երկիրը զարկեմ անեսքով։ Տես ասում է, ես կուղարկեմ ձեզ Եղիա մարգարեն, Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ։ Դուք գիտեք 5 կտակարանում մի մարգարե կար, թագավորների գրքում էր, թագավորած գրքում մարգարե կար Եղիա անունով, եւ նա Տիրոջ ճշմարիտ մարգարեն էր, ճշմարտություններ հաստատում, նրա միսիան կայանում էր նրանում, որպեսզի մարդկանց փոխհարաբերությունը կարգավորի Աստծո հետ, մարդկանց վերադարձի իրանց կենթանի ճշմարիտ Աստծուն։ Նաև այստեղ ասում է Եղիայի ծառայության հանձնարարության մեջ մտնում է այն, որ ինքը ասում է հայրերի սիրտը կդարձնի դեպի որդկանց եւ որդկանց սիրտը դեպի հայրերին, այսինքն կվերականգնվեն ընտանիքներում հայրերի եւ որդիների փոխհարաբերությունները, որտեղ Տերը գալիս է, այնտեղ սկսում է փոխհարաբերությունների բժշկություն տեղի ունենա։ Այսօր տեսնում ենք շատ մեծ խնդրեմ այս բնակավարում։ Անկամ sense բան կա Աստվածաշնչում գրած ասում է վերջի ժամանակներում չար ժամանակներ կլինեն, որ երեխաները կվերկենան իրենց ծնողներին, իրենց հայրերին կսպանեն, հայրերը որդիներին։ Մենք տեսնում ենք այդ տեսակ բաներ կատարվում են, բայց Եղիան երբ որ գա Աստծո հոգով նա բերում է հաշտություն, նա բերում է խաղաղություն։ Եվ սա 5 կտակարանի վերջի գրքում էր գրված։ Հիսուսի աշակերտների մոտ հարց բարձրացավ, ասես իրանք հիշեցին, որ 5 կտակարանում այսպես մի բան կա, որ Տիրոջ գալուց առաջ Աստված ուղարկելու է Եղիա մարգարեին։ Նա էլ պատասխանեց եւ ասեց նրանց.
իրավ Եղիան առաջ կգա եւ ամեն բան կարգի կդնե։ Միայն ասում եմ ձեզ, թե Եղիան եկավ էլ եւ ինչեր ուզեցին նրա արինել։ Հովանես Մկրտիչը եկավ, քարոզում էր ավետարանը, քարոզում էր ապաշխարության մկրտություն էր քարոզում։ Մենք դա տեսնում ենք Ղուկաս ավետարանի 3-րդ գլխի 2-րդ համարից։ Աստծո խոսքը եղավ Զաքարիայի որդի Հովանեսին անապատում, եւ նա եկավ Հորդանանի ամեն կողմերը ապաշխարության մկրտություն քարոզելով մեղքերի թողության համար։ Ինչպես Եսայի մարգարեի գրքումը գրված է, որ ասում է. «Կանչողի ձայնը անապատում, պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը եւ ուղիղ արեք նրա շավիղները»։ Ամեն ձոր լցվի եւ ամեն սար եւ բլուր խոնարհվի եւ դժվարները հեշտ լինեն եւ խորտուբորտները հարթ ճանապարհներ լինեն եւ ամեն մարմին Աստծո փրկությունը կտեսնի։ Տեսեք, մենք տեսնում ենք սա Հովանեսի ծառայությունն է, որ Տիրոջից առաջ, Հիսուսից առաջ նա եկավ ճանապարհներ պատրաստում։ Ինչ նա պետքա աներ։ Նա պետքա ասում ամեն ձոր լցվի եւ ամեն սար եւ բլուր խոնարհվի։ Սա խոսքը չի գնում ֆիզիկական սարերի եւ բլուրների մասին։ Այստեղ խոսքը գնում է մարդկանց ներսի վիճակի մասին։ Մարդիկ կան իրանք սար են, այսինքն դա խոսում է հպարտության մասին, այստեղ խոսում է մարդկանց մեծամտության մասին, որ իրանք մեծամիտ են շատ։ Եվ կա նաև ասում է եւ ձորեր, չէ, ասում է եւ ամեն ձոր լցվի։ Ձորերը սրանք այն մարդկանց մասին է խոսում, որ իրանց մասին շատ վատ կարծիք ունեն, շատ վնասված են, շատ թերի արժեք ունեն, իրանք չեն հասկանում իրանց գնահատական, այսինքն կոտրված են եղել, ջարդված են եղել անընդհատ։ Բայց նրա գալով ինչ է կատարվելու, ասում է ամեն ձոր լցվելու է, ամեն սար եւ բլուր կխոնարհվի, հպարտները կխոնարհվեն, եւ դժվարները հեշտ կլինեն, եւ խորտուբորտ տեղերը հարթ ճանապարհներ կլինեն։ Եվ ամեն մարմին Աստծո փրկությունը կտեսնի, եւ այդ ժամանակ միայն մարդիկ Աստծո փրկությունը կտեսնեն։ Գիտեք, երբ որ Հիսուսը երկրի վրա էր, եւ որ աշակերտները վիճաբանում էին իրար հետ, թե ով պետքա ավելի մեծ լինի իրանցից, Հիսուսը մի երեխա վերցրեց, դրեց իր ծնկին եւ ասեց. ով որ Աստծո խոսքը չընդունի այս երեխայի պես, չի մտնի Աստծո արքայություն։ Միջև չխոնարհվեք, միջև ձեզ չխոնարհվեք եւ երեխայի պես չլինեք, չեք մտնի Աստծո արքայություն։ Շատերը, ովքեր հպարտություն ունեն, կամ ասում են, ես Աստծո խոսքը գիտեմ, ես կարդացել եմ փոքրուց, պետք չի, դրանք, չգիտեմ, նրանց համար ովքեր չգիտեն, իրան ավելի բարձր է կարծում, ավելի մեծ է կարծում, հպարտանում է, եւ ինքը չի կարողանում գա Հիսուսին, անգամ հավատացյալների մեջ, ովքեր որ արդեն իրանց այնպես են պահում, կարծես ամեն ինչ գիտեն եւ շատ դժվար է նրանց մի ուղղություն ցույց տալ սովորացնել, սա այդ սարն է, սա այդ բլուրն է։ Կա բարձր սար, կա բլուր, որտեղ ասում ամեն սար եւ բլուր խոնարհվեն, հարթը հատակ դառնան։ Միջև մարդը չխոնարհվի, չի տեսնի փրկությունը Տիրոջ։ Նույնպես այն մարդիկ, ովքեր որ շատ նվաստացված են եղել կյանքի դժվարությունների ինչ-ինչ ճանապարհով անցնելուց, կոդրված են եղել, իրանց մասին նորմալ լիարժեք կարծիք չունեն եւ Տերը գաս ասում է Աստված քեզ սիրում է, չէ՞։ Հիսուս ասում է ես քեզ սիրում եմ, ես իմ կյանքը քո համար եմ դրել։ Դու արժեքավոր ես։ Եվ Աստծո սերն աստանում եւ լիարժեք է դառնում։ Մենք տեսնում ենք սարը բլուրը հավասարում է հողին եւ այդ ձորը լցվում է եւ ասում է հարթը հատակ է լինում։ Եվ ամեն խորտուբորտերը հարթ ճանապարհներ կլինեն եւ ամեն մարմին Աստծո փրկությունը կտեսնի։ Եվ սա Հովանես Մկրտիչի ծառայությունն էր, որովհետեւ այդ սարերը եւ այդ բլուրները որ կային, դրանք այն ժամանակվա փարիսեցիներն էին, դպիրներն էին։ Այն ժամանակվա կրոնական առաջնորդներն էին, երբ որ եկել էին Հովանեսի մկրտությանը, Հովանեսը ինչպես նրանց կոչեց, ով է հիշում, ասեց իժերի զավակներ, վաու, կրոնական առաջնորդներին, իժի զավակներ, ով ձեզ ցույց տվեց, որ փրկվեք գալու դատաստանից։ Կացինը ծառերի արմատին դրված է, ուրեմն ապաշխարության արժանի պտուղ բերեք։ Եվ այն ծառը, որ պտուղ չի տալի արժանի, կտրվում է եւ գցվում է կրակը։ Ապաշխարության արժանի պտուղ բերեք եւ ձեր մեջ մի ասեք, որ մենք հայր ունենք Աբրահամ, ասում եմ ձեզ, Աստված այս քարերից էլ Աբրահամի զավակներ կհարուցանի։ Նրանք գիտեին Իսրայելից են, իրանց հայրը
մարմնավոր ֆիզիկական հայրը Աբրահամն էր, որից առաջացել են գիտեիր, նրանք գիտեին, որ Աստված Աբրահամին հանդիպել, Աստված Աբրահամին ընտրեց եւ Աբրահամից մեծ ազգ բարձրացրեց։ Եվ իրանք հույսները դրել էին դրա վրա։ Եվ Հովհաննեսը ասեց՝ մի ասեք մենք հայր ունենք Աբրահամ, այլ ապաշխարության պտուղ բերեք։ Նրանք Իսրայելի կրոնավոր առաջնորդներն էին։ Ինչ որ նրանք ասեին, ժողովուրդը պետքա լսեին նրանց։ Բայց ինչ է անում Հովհաննեսը։ Քանդում է, վերցնում է այդ բաներ կան, չէ՞, մեծ տրակտորներ կան, ասում են բուլդոզերներ, ու այդ սարը սկսեց քանդել իրանց հետ հպարտությունը։ Սկսեց իջացնել նրանց։ Այն ինչ որ մենք ստեղ տեսնում ենք, ինչ պետք է արվի, ամեն սար եւ բլուր խոնարհվի։ Մարդիկ, ովքեր իրանց կրոնավոր, երկար տարիներ կրոնավոր Աստծո խոսքի գիտակ էին կարծում, պրոֆեսիոնալ, եկան Հովհաննեսի մկրտության, ասեց, այս ջրի մկրտությունն էլ ձեզ չի օգնել։ Եվ նրանք ասեցին, դու ով ես, որ այս մկրտություն, դու Եղիան ես։ Ինքը ասեց չեմ, բայց ինքը Եղիայի հոգով էր եկել։ Հենց Եղիա մարգարեն չէր 5 կտակարանի, միգուցե նրանք մտածում էին, որ Եղիան հենց ֆիզիկապես 5 կտակարանի Եղիան երկնքից գալու է եւ այդ ծառայությունը շարունակ եւ նրանք ասեցին Եղիան ես, ասես չեմ։ Ես անապատի մեջ կանչողի ձայնն եմ։ Անապատի մեջ ով էր կանչում 5 կտակարանում մենք տեսնում ենք, որ Աստված իր ժողովրդին Եգիպտոսից հանում է եւ տանում է անապատով, որպեսի տանի Քանանի երկիր, խոստումի երկիր, եւ Աստված խոսում էր այդ անապատի մեջ։ Եվ Աստված խոսում էր Մովսեսի հետ եւ ժողովրդի հետ խոսում էր։ Տիրոջ խոսքն էր գալի եւ Տերը նրանց ուղղություն էր տալիս տանելու Քանանի երկիր։ Եվ Հովհաննես ասեց ես դրա ձայնն եմ, ես ով եմ, դու ասեցին բա դու ով ես, ես ասեց ընդամենը ձայն եմ, ես ոչ մի բան եմ։ Կանչողի, ով է կանչողը, Աստված։ Կանչողը Աստված է։ Ես ով եմ, ես ընդամենը նրա ձայնն եմ։ Bluetooth-ով sense բաներ կա, սփիքերներ են, չէ՞, կարծեմ sense։ Մայրամն էլ ունի։ Ու լսում ես երաժշտություն, ասում ես, վայ, երաժշտություն, բայց ինքը ընդամենը արձագանքում է ինչ-որ հեռախոսից կպել այրան։ Ինքը պետք է միշտ լիցքավորված լինի։ Դու պետք է չարժի դնես, եթե դու չարժի չես դնում, հեռախոսի երաժշտությունը չի մտնում իր մեջ։ Այդ Bluetooth-ը չի աշխատում, չարժից ընկած է լինում։ Ինքը իրանով չի կարողանում երգի։ Ինքը պետք է մի բանին միանա, ինքը ընդամենը արձագանքն է, ինքը ձայնն է կանչողի, հեռախոսի արձագանքն է։ Որ չարժը մեջը նորմալ լինում է, զարյատկեն որ ասում են, չէ, լիցքավորված է լինում։ Հեռախոսի վրա երգը դնում ես ու դրանով սկսում է բարձր լսվել։ Եթե մենք մեզի չարժի դնենք, միշտ աղոթքի մեջ լինենք, նրա ձայնը մեզանով կլսվի։ Հո, հալելույա։ Նրա ձայնը մեզանով կլսվի։ Ու Աստված ուզում է։ Ու Աստված ինձ ասեց շատ աղոթքներ արա։ Շատ հոգով աղոթքներ արա։ Մոտ օրերս ես լսեցի, Տեր ասեց շատ աղոթքներ արա հոգով։ Էսի շատ կարևոր է։ Եթե դու քեզ չարժի դնես, այսինքն լիցքավորես անդադ աղոթքներով, դու կդառնաս նրա ձայնը, այս անապատում, ոնց որ այն ժամանակ Հովհաննեսն էր։ Եվ իհարկե Հովհաննեսին գլխատեցին, վատ ավարտվեց կարծես նրա համար, նա գնաց Աստծո մոտ իհարկե, բայց այն մարդիկ ովքեր արեցին, դժոխքում դանջվում են այսօր։ Բայց Հովհաննեսի ծառայությունը ինչ եմ ուզում ասեմ, որ չավարտվեց դրանով, որտեղ խոսքը ասում է Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ մենք նայեցինք Մաղաքիայի մարգարեության 4:5-6 համար ասում է Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ Եղիա մարգարեն է գալու։ Տիրոջ մեծ օրը եկավ, փրկության մեծ օրը 2000 տարի առաջ, բայց ահեղ օրը դեռ չի եկել։ Ահեղ օրը գիտեք որն է, դատաստանի օրն է։ Սա պերիոդ է, սա կոչվում է եկեղեցու ժամանակաշրջան 2000 տարի։ 2000 տարի առաջ Հիսուսը խաչվեց, խաչի վրա մահացավ։ Աշխարհի ստեղծվելուց հետո մոտ 6000 տարեկան է հիմա։ Մարդկությունը աշխարհ ամեն բան, այդ որ ասում են քանի միլիոն տարեկան է, բան էդի հեքիաթներ է։ Աստծո խոսքը ցույց է տալի, որ 6000-ամյակի վերջում ենք։ Աստված 6 օրում ստեղծեց կենդանիները, բնությունը, աշխարհը, ամեն բաները եւ 6-րդ օրը ստեղծեց մարդուն, 7-րդ օրը հանգստացավ։
Եվ հետո մարդուն պատվեր տվեց, որ մարդը 6 օր աշխատի, 7-րդ օրը հանգստանա։ Դա նաև սիմվոլիկ է, մենք նաև Աստվածաշնչում տարբեր հատվածներ տեսնում ենք, որ դա սիմվոլիկ է, այդ 7-րդ օրը խորհրդանիշն է նրա, որ մենք մտնելու ենք Տիրոջ արքայություն։ Հիմա 6-րդ հազարամյակի վերջն է։ 7-րդ հազարամյակում մենք մտնելու ենք Աստծո թագավորություն։ Վերջանում է արդեն, դրա համար այսքան բաներ կատարում աշխարհի մեջ, որովհետև ասում է Տիրոջ համար 1 օրը 1000 տարու պես է։ Իսկ մենք հիմա 6-րդ հազարամյակի վերջն ենք։ Հեսա Հիսուսի գալուստը եկեղեցու հափշտակությունը լինելու է։ Եվ մենք մտնելու ենք 7-րդ օրը, այսինքն 7-րդ հազարամյակը, որտեղ հանգստանալու ենք Տիրոջ հետ։ Հասկանում եք, ժամանակ չի մնացել, արդեն բրծնում է։ Դրա համար Տերը մեծ գործ անում, մեծ Սուրբ Հոգու շարժն անում այսօր աշխարհի վրա, շատ տեղեր ինքը հայտնվում է անձամբ, երազով, տեսիլքով շատերին ուղարկում է շատ տեղեր ավետարանը քարոզելու, որ մարդիկ գան, դարձի գան, շատերը չեմ ասում, բոլորը անպայման պատրաստ են լինելու այդ հափշտակության ժամանակ։ Կլինեն մարդիկ, որ պատրաստ չեն լինի այդ նեղությունների ժամանակ, որ ները գալու է, իրանք մնալու են եւ մեծ տանջանքի գնով են այդ փրկություն ունենալու, որտեվ ները հակաքրիստոսը ստիպելու է, որ իր նշանը դնի մարդկանց վրա, որ առանց դրա մարդիկ չեն կարողանալու առևտուր անեն, չեն կարողանալու առնեն ծախեն, որովհետեւ մի բան անեն։ Եվ այն հավատացյալները, ովքեր որ գիտեն Հիսուսն է ճշմարիտ Տերը, բայց արթուն չեն եղել, որ Տերը իրանց վերցնի, իրանք մնալու են այդ նեղություններով են ասնելու, ոմանց տանջելու են, ոմանց գլխատելու են, ոմանք կարողանան փախնեն սարերը, այրերը, անտառները, թաքնվելու միջև Հիսուսը հետո գա իր սուրբերով, որտեվ 7 տարի է տևելու այդ նեղությունները։ Գալու է Տերը, որ դատաստան անի եւ 1000-մյա թագավորություն սկսելու երկրի վրա։ Դրանք հեքիաթներ չեն, եթե մենք հավատում ենք մեր Տեր Հիսուսին, որ նա փրկիչն է մեր, ուրեմն մենք պետք է հավատանք այս շարունակությանն էլ, որ ոչ թե ինքը մի անգամ եկավ, այլ ինքը երկրորդ անգամ է գալու։ Ու ինչ է մեզ երկու դեպքերը իրար հետ կապում։ Եղիայի ծառայությունը, Հովհաննես Մկրտչի ծառայությունը, որը Եղիայի հոգով էր եկե, պատրաստելու Տիրոջ ճանապարհը եւ Տիրոջ գալուստը, որովհետեւ այսօր այդ Եղիայի դերը մենք բոլորս ենք կատարում։ Եկեղեցին է կատարում։ Այսօր մենք ենք կանչողի ձայնը։ Ամեն։ Այսօր մենք ենք այդ կանչողի ձայնը, որովհետև Աստված, եթե մենք մեզի խոնարեցնենք, աղոթքի կանգնենք, լիցքավորենք Աստծո խոսքով, աղոթքով, մենք կլինենք Աստծո ձայնը։ Աստված կխոսա մեր մեջ, Աստված տեսիլքով հայդությունով ցույց կտա եւ կասի գնա ասա այսինչին, մենք կգնանք ասենք Կասեն, այս ինչ ուժեղ բան ես խոսում։ Ես չեմ, ես արձագանքն եմ, ես նրա ձայնն եմ։ Էդի ես չեմ, ես նրա ձայնն եմ։ Նա խոսում է իմ միջոցով, դա արձագանքվում է։ Կախված է ինչքան մենք ժամանակ կհատկացնենք Տիրոջ հետ։ Ու այսօր եկեղեցին այդ նույն աշխատանքն է կատարում։ Ճիշտ է, մեր եկեղեցին կոչվում է կանչողի ձայնը, հենց դրա այդ նպատակով այդ անունը դրվել, որովհետև սրանից 31 տարի, երևի 32 տարի առաջ, երբ որ ես վարկած էի անկողնում, մտածում էի Տիրոջ մասին, հոգուս մեջ խոսք եկավ, Տեր ասեց, պատրաստի իմ ճանապարհը։ Ասեցի, Տերը էդի ասել է Հովհաննես Մկրտչին, պատրաստի իմ ճանապարհը։ Ես հասկացա, որ նա մեր կոչումը ու ահագին տարի հետո, որ մենք մտանք ծառայության մեջ, տարբեր ծառայություններ ունեցանք, վերջը մեկանք այս եկեղեցին ստեղ սկսեցինք, մոտավորապես սրանից 5 տարի առաջ սկսեցինք եւ մտածում ենք ինչ անուն դնենք, ես ասեցի սպասի, ես Աստված բանը խոսացի, կանչ ունենք, բերեք այդ կանչի համապատասխան այդ անունը դնենք։ Ու որ մտածում էինք, եկավ այդ խոսքը, կանչողի ձայնը։ Ու մենք ասեցինք մեր եկեղեցիում մենք կանչողի ձայնը, ու էլի երկու հոգի մարդիկ կային, որ եկեղեցում ասեցին հետաքրքիր է, այդ նույն անունը իրանց մեջ էլ ա եղել, իրանց սրտում էլ ա եղել որպես վկայություն։ Ճիշտ է, կան եկեղեցիներ, որ իրանց անունը կանչողի ձայն չէ, այդ կապ չունի, բայց բոլոր եկեղեցիները այսօր կանչված են Եղիայի հոգով Տիրոջ ճանապարհը պատրաստելու, որտեվ միջև Տիրոջ ասում է, միջև Տիրոջ մեծ եւ ահեղ օրը կգա, Աստված Եղիային է օգտագործում։ Այն ժամանակ Հիսուսը եկավ Իսրայելի երկիրը եւ մի մարդ էր ուղարկել Հովհաննես Մկրտչին Եղիայի հոգով, ով որ պետքա պատրաստեր Տիրոջ ճանապարհը, անգլերեն Իլայջա է կոչվում Եղիան, Իլայջայի հոգով, դա օծություն է,
Օծությունը, որ վերականգնում է Տիրոջ ճանապարհն է պատրաստում, ամեն ինչ կարգի է դնում։ Բայց հետո, որ առաքյալները գնացին ամբողջ աշխարհով ավետարանը քարոզեցին, տարածեցին, այստեղ մի հատ չի կարա լինի Եղիայիով չի կարա լինի։ Ով որ էլ ասի ինքը կընկնի սատանայի հարձակումի տակ։ Անցած դարվա սկզբերին կարծեմ անցած դարվա սկզբներին էր մի ամերիկացի աստծո ուժեղ ծառայող ա եղել, անունը կոչվել է Ջոն Ալեքսանդր Դոուի։ Այս մարդու միջոցով զորավոր բժշկություններ ա եղել, Աստված շատ հրաշքներ ա կատարել այդ մարդու միջոցով։ Մի ժամանակ ա եղել, որ իր եկեղեցու մարդիկ ինչ որ հիվանդությունով են վարակվել ու սկսել են հերթով մահանալ։ Այսինքն էպիդեմիա ա եղել ամենտեղ մարդիկ մահացել են ու սկսել է իր եկեղեցում էլ մարդիկ սկսել են մահանալ։ Գնացել է Աստծո առաջ աղոթք կարել, աղաղակել, ասել է Տեր, ինչի պիտի սենց լինի, ինչի է սենց լինում, ինչ են մարդիկ մահանում ու հայտնություն է ստանում։ Աստծո խոսքը լուսավորվում է իր մեջ ու ինքը հասկանում է, որ իրանք կարող են աղոթել եւ Աստված կարա բժշկի։ Ու այդ խոսքի հիման վրա գնում է աղոթք անում եկեղեցու մարդկանց համար, հիվանդները սկսում են առողջանալ, էլ ոչ մեկ չի մահանում իր եկեղեցուց։ Այս պատմությունը կա, դու կարող ես նայել։ Եվ Աստված շատ զորավոր օգտագործում է Ջոն Ալեքսանդր Դաուին, բայց հետագայում ավելի որ Աստված էլ ավելի ուժեղա գործածում իրան օգտագործում, սկսում է ինքը արդեն մտածել, որ ինքը Եղիան է, որ պետք է գար։ Այդ Իլայջան է, որ Տիրոջ ճանապարհը պատրաստի։ Ու քանի որ սկսում է մտածել այն ինչ որ հակասում է Աստծո խոսքին, իր ծառայությունը գնալով սկսում է կանգնել, վերջանալ, օծությունը կորցնում է ինքը։ Լավ ավարտ չի ունենում ցավոք սրտի, գիտեք, սատանան քնած չի, սատանան ամեն բան կօգտագործի, որ բերի ինչ որ, ասենք, այն ինչ որ պատկանում է ժողովրդին մեկին կպցնի, անձնավոր ինչ որ մեկի համար։ Բայց այսօր Եղիայի հոգին գալիս է Քրիստոսի մարմնի վրա։ Ողջ աշխարհի Քրիստոսի մարմնի վրա, բայց բոլորը չեն, որ արթուն են, իրանք կգնան Եղիայի հոգով։ Ու հետաքրքիր է, որ այդ անունը դնելուց հետո մոտավորապես անցած տարի էր։ Մեկը հիշեցի, որ Ջոն Բիվեր անունով հիշում եք, գիտեք, քարոզիչ կա, Ջոն Բիվեր անունով քարոզիչ կա։ Հիշեցի, երևի Սուրբ Հոգին էր հիշացրեց, որ ինքը գիրք էր գրել։ Կարծեմ կոչվում էր կանչողի ձայնը։ Կապնվեցի Հայաստանի այդ բանի գրքերի խմբագրի հետ, բանի հոգևոր մեր այդ գրականությունը, որ տպում են։ Ասեց, սենց գիրք կար։ Ունեք։ Ասեց, էլ չենք տպում այդ գրքից։ Ասեցի, որ խնդրեմ մեր եկեղեցու համար կտպեք, ինչքան է պետք է վճարենք։ Ասեց, կտպենք։ Տպեցին այդ գիրքը, որը կոչվում է այսօր մոտս է կանչողի ձայնը, Ջոն Բիվերի, ու հետաքրքիր գրես, որ կարդացի, ես չէի կարդացել այս գիրքը։ Տեսա այն նույն բաներն ասում, ինչ որ ես ասում եմ։ Սա բոլոր եկեղեցիների կանչն է, ու ինքն էլ է վկայում ասում, այսօր ամեն մի եկեղեցի ինքը կանչված է Եղիայի հոգով գործելու, Տիրոջ ճանապարհը պատրաստելու, Տիրոջ գալուստի համար պատրաստելու, քարոզելու սրբությունը, որովհետև Տերը գալու է սուրբ, մաքուր, անարատ եկեղեցու հետևից գրված է։ Ոչ միայն մենք ինքներս մեզ ենք պատրաստում, ասում մենք կարևոր հոգևոր ենք, կրոնական ենք, գալիս ենք ստեղ Աստծուն փառաբանում ենք, աղոթում ենք, գնում ենք տուն, ոչ։ Աստված գործ ունի մեր միջոցով։ Հովհաննեսը իր համար այնտեղ քարանձավներում թաքնված չէր անապատներում։ Մարդիկ կան, չէ, որ այդ մենք ճգնավորության անապատում ինչ որ հոգևոր կյանք են վարում, սուրբ են համարվում։ Ձեզանից ով էլ գնա քարանձավ սուրբ կդառնա։ Մեկուսանալ Հիսուսը չմեկուսացրեց իր աշակերտներին, ասեց գնացեք աշխարհով, մարդկանց ավետարանեք, քարոզեք, հեշտ առանձնանալ ու սուրբ թվալ։ Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում։ Բայց Տերը ուղարկեց իր աշակերտներին այս աշխարհ, նույնպես էլ զորությունը նրանում է կայանում, որ մենք լինելով այս աշխարհի մեջ, այդ ամեն կեղտոտ բաների հետ մեջ մենք մաքուր ենք պահում մեզ։ Հենց դա է զորությունը, հենց այդ զորությունը ինձ օգնում է, որ ես հաղթեմ, որ մեղքը ինձ վրա չի իշխում։ Ես հենց այնպես բառեր չեմ ասում, չեմ քարոզում, ես այտենց ապրում եմ ամեն օր։ Դա իմ կյանքն է։ Դա Աստծո զորությունն է լինելով մարդկանց մեջ, լինելով այս
Պղծված աշխարհի մեջ ես կարողանում եմ մաքուր լինել իր զորության պատճառով, որ իմ մեջ է, Սուրբ Հոգու զորության պատճառով, որ իմ մեջ է, որտեղ ես ինձ չարժի եմ դնում, սենց բառերով ասած, ես ինձ լիցքավորում եմ աղոթքի մեջ։ Հենց որ այդ զարյատկեն պակասում է, զգում եմ խավարը մոտիկանում է։ Մոտիկացել է քեզ խավարը, ուրեմն քեզ դիր լիցքավորման, չարժի դիր, սկսի շատ աղոթներ անել։ Օ, ես օրը կես ժամ աղոթում, շատ քիչ է։ Հիսուս ասեց 1 ժամ էլ չաղոթեցիք։ Գոնե մի ժամ պետք է աղոթես, որ փորձության մեջ չընկնես։ Գոնե։ Հա, այդ ինչ պետք է այդքան ասեմ։ Աղոթքի վաղ, այդ ինչ պետք է այդքան շատ ասեմ։ Այ որ Սուրբ Հոգով մկրտվես, լեզունով խոսես, այնքան ասելու բան կա։ Այնքան ասելու բան կա, այնքան աղոթ է հոգիդ։ Հալելույա։ Մի օր մարդկանց կողքով կասես, մարդիկ կընկնեն օծությունից։ Չեն դիմանա։ Մի խոսքով այս գիրքը մեր տանակը ով որ կուզի կտամ կարդակ, մեր եկեղեցու ոնց որ գրադարանում ենք մենք դրել, շատ լավ գիրք է, որը կոչ է անում եկեղեցին Ջոն Բիվերի մոտ 3 տարի առաջ, որ գրվել է այս գիրքը, որ մենք կանչված ենք այդ նույն Եղիայի հոգով գնալու Տիրոջ ճանապարհը պատրաստելու։ Ուրեմն իմացաք, չէ Եղիայի անունը ինչ էր այսօրվա։ Ով էր։ Ով այշում, մի հոգու անունն եմ ասել։ Այսօրվա։ Բոլոր եկեղեցին, այո, ես ձեզ ստուգում էի հիմա։ Բոլոր եկեղեցին, այնվաղ Հովանես Մկրտիչն էր, իսկ այսօր բոլոր եկեղեցին է։ Ու մենակ մեր եկեղեցին է, չէ։ Բոլոր եկեղեցիները։ Բայց արդյոք բոլոր եկեղեցիները մասնակից կլինեն այդ աշխատանքին, այդ օծությունով գնալու, գիտեք, դա ինչ ուժեղ օծություն է գալու Աստված, չեք պատկերացնի։ Շատ հզոր օծություն է, դա գերբնական զորություն է Աստված տալու, գնալու քեզ անենց տեղերում, որ մարդիկ կվախենան մոտենան այդտեղ։ Գենգերի մեջ, այն սատանիստների մեջ, այն չգիտեմ, նարկոմանների մեջ, գեյերի մեջ, որ կգնաս, ես կքարոզես Աստծո փառքը կգա, կկպնի իրանց վրա շատ ուժեղ։ Գիտես, ինչ գերբնական հնարավորություններ է տալու Աստված, հրաշքներ է անելու։ Եղիայի հոգով գնալ, դա չի նշում ուղղակի մենք պրոստը այդ բառը էլի ասում ենք, Եղիայի հոգով գնացիք, դա օծություն է, այդ anointing-ը, Եղիան որ աղոթում էր 5 տակարում կրակ էր վերևից իջնում։ Աղոթեց անձրև չեկավ, հետո աղոթեց անձրև եկավ։ Ու հասկանում եք, գնաց մեռածին կենթանացրեց։ Օ, հալելույա, դա մեծ օծություն է, որ Աստված ուզում է իր եկեղեցու վրա գա, այդ Եղիայի հոգին։ Հալելույա, դա Եղիային շոր դուք մի մտածեք, մի հատ մարդու հոգի է գալի քո վրա, չէ։ Եղիայիը նկատի ունի այն օծությունը, որ Եղիայի վրա էր, օծությունը, anointing, դա ուժ է, դա կարողություն է։ Այդ նույն կարողության հատկությունները մեր վրա է գալի։ Դու մնում ես դու, ես մնում եմ ես, մենք չենք դառնում Եղիան։ Բայց այդ օծությունը, այդ ընդունակությունը, հնարավորությունը մեր վրա է գալի, որ այդ զորությունը գործի, դու մի տուն մտնում ես, հելնում ես, վերականգնվում է այնտեղ։ Դες հայրերի սիրտը գդարցնեն որդկանց, որդիների սիրտը հայրերին, դեպքեր եղել է գնացել եմ հայրը որդիներ լավ չեն, հոր սիրտը վերադարձել են որդուն։ Վկաներ կան գիտեն, որդու սիրտը վերադարձել եմ հորը, խաղաղություն է եկել, բժշկություն է եկել այդ ընտանիքում, ու դա մենակ իմ գործը չի, բոլորիս գործն է, այդ օծությունն է արել։ Ես դաժե զարմացել եմ ինչ արագ է բժշկվել այդ ընտանիքը։ Կամ ընտանիքները կարամ ասեմ։ Ես մտա հելա դեպքեր ա եղել, մի քանի դեպքեր, օրինակ անցած տարվա մեջ, մի անգամից բժշկվեց, կարգավորվեց, ասես ինչ է, այդ օծությունն է։ Ու Աստված էլ ավելի ուժեղացնելու բոլորից վրա այդ օծությունը։ Դա շատ ավելին է, քան ես այսօր ասեցի, ես գիտես այնքան քիչ բան ասեցի այսօր։ Դա շատ ավելին է, քան ես ասեցի, որպես հիմա եթե 6 ժամ խոսամ գնալով ավելի հզոր ուժեղ է դառնալու, դա այնքան կուտակված է իմ մեջ, այն որ այնքան շատ բան ես ունենում ասելու, որ ասում ես լավ, կամաս պետք չի վռազես։ Պատրաստ եղեք, որտեվ նաև այսօր Ամերիկայի վրա, մանավանդ Լոս Անջելեսի տարածքի վրա շատ մարգարեություններ այլ է, 2 օր առաջ էլ նայեցի Աստծո մարդիկ ճանաչված Աստծո ծառայողներ, որ ասում են Աստված ասում է մեծ ալիք է գալու, մեծ արդյունության շարժ է գալու։ Ես մի քանի հոգու այդ կարճ վիդեոն ուղարկեցի, մի քանի հոգու ձեզ դուք նայել եք։ Եվ Աստված մեծ ալիք է բերում, ոնց որ անցած տարվա վերջում ես նաև թե այս տարվա սկզբերին էր քարոզեցի, հա այս տարվա մեջ էր, որ մեծ ալիք է գալի, Սուրբ Հոգու ալիք է գալի, բայց մենք պատրաստ ենք դրան։
Ինչ պետք է անենք։ Մենք չենք կանգնելու նայենք։ Մենք պետք է պատրաստ լինենք, որպեսզի ծառայենք, որպեսզի Աստված մեզ գործածի, օգտագործի իր գործեր անելու։ Աստված իր գործերը անելու համար Հովհաննես Մկրտչին ուղարկեց։ Նա մարդուն է օգտագործում, նա ինքը անձամբ չի իշտում։ Այսօր եկեղեցին աշխարհի վրա շատ մեծ քանակի փրկված մարդիկ կան, ծառայողներ կան, բայց ցավոք սրտի բոլորը չեն, որ պատրաստ են մտնեն այդ օծության մեջ, որ եւ իրանք պատրաստ լինեն եւ պատրաստեն մյուսներին Տիրոջ գալու առաջ, Տիրոջ գալուց առաջ, ամեն։ Հալելույա։ Տիրոջ հոգին գործում է այսօր այստեղ, անգամ հավաքույթից հետո Տիրոջ հոգին ինքը շարունակում է գործել, անգամ երբ որ այնտեղ շփվում եք իրար հետ, Տիրոջ հոգին շարունակում է գործել ձեր մեջ, շատ կարևոր է որ շատ հեռու չգնաք թեմաներով, այնպիսի թեմաներ խոսակ քննարկեք, որը կարող է տրտմեցնի Սուրբ Հոգուն, որը կարող է տրտմեցնի Աստծո հոգուն։ Շփվեք, բայց չափից հեռու մի գնացեք, նկատի ունեմ կան կարմիր գծեր, որ ճիշտ չի այդ կարմիր գծերը անցնել, այնպիսի թեմաների, ել եմ ասում, քաղաքականություն կամ ընտանեկան ինչ-որ խորը հարցեր, որ կարող է վիրավորի Սուրբ Հոգուն։ Այդ օծությունը, որ դուք տեսաք, այսինքն ստացաք, ոչ թե տեսաք, դա ձեր վրա է եւ շատ կարեւոր է որ դա պահպանեք այդ օծությունը, Սուրբ Հոգու օծությունը։ Այսօր յուրահատուկ բան կատարվեց այստեղ հոգեվոր աշխարհում, քարոզի սկզբից ես զգացի ոնց որ Աստծո լույսը ուրիշ ձևով այսօր եկավ այստեղ Սուրբ Հոգու օծության միջոցով։ Հիմա մեկը կարող է զգաս, մեկը կարող է չզգաս, մեկը տեսավ, մեկը չտեսավ, դա կարևոր չի։ Մենք հավատքի ժողովուրդ ենք, մենք չենք շարժվում տեսանելիով, բայց ինչ որ մի բան կատարվեց զորավոր, հայտարարություն հռչակում կատարվեց այսօր, փառք Տիրոջը, հալելույա։ Ամեն անգամ Աստված իր եկեղեցին տանում է զորությունից զորություն, փառքից փառք, փառք Տիրոջը։